Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ։ Բագրատ arczepiskopos Գալստանյան։ Բագրատ Սրբազանի ծնունդից սկսած, իր ծննդյան պատմությունից սկսած, Աստծո նախախնամությունը մենք տեսնում ենք, ոնց է Աստված իրան բերել հասցրել մինչև այսօրը։ Աստված մի արասցե, ասենք Սրբազան հոգնած եք, ասում էր, ես հոգնած չեմ, ես մարմնած եմ։ Բագրատ Սրբազան վեհափառ հայրապետից թույլտվություն ա վերցրել մնացել է Կանադայում, որպեսզի խաղաղեցնի այնտեղի ժողովրդին, ու նոր տեղափոխվի ինքը Հայաստան։ Ոչ մեկը Սրբազանի աշակերտներից, ոչ մեկը առևտրի չգնաց։ Մենք Տավուշեցի ենք, ինքը Տավուշեցի չէր, չէ՞, բայց ինքն է մեզ ծանոթացրել Տավուշի հետ։ Սրբազանը, որ ինձ բացարձակապես չէր ճանաչում, Տավուշում ինձ ընդունեց հարազատ որդու նման այնպիսի հոգատարությամբ։ Սրբազան սկսեց ամբողջ սահմանով պտտվել ու պատարակներ մատուցել համայնքներում, որտեղ եկեղեցի չկար։ Հուլիսյան մարտերն էին Տավուշում, ինքը այնտեղ էր։ Ասաց փրկեցիք մեզ։ Ասում եմ ինչպես։ Ասում է ԱԹՍ-ն ընկավ մեր կողքի շենքի վրա քիչ առաջ։ Որևէ մեկը չէր դուժել։ Բագրատ Սրբազանի հուսով եմ կլինի առաջին քաղաքացիական անձը, ով կբարձրանա Ղազանչեցու ծաղոթքի։ Քայլերթը մեկնարկեց մեր օրհնությամբ, հսկայական բազմության յուրաքանչյուր նյարդ, յուրաքանչյուր զգացմունք Սրբազանն անցկացնում էր էության միջով ու չէր կոտրվում։ Առաջի շարքերում միշտ Սրբազանը ընդգրկում էր ծնողներին, որ իմ կողքով քայլեք, որովհետև ձեզանից ես ուժ եմ ստանում։ Սրբազանը ներս մտավ, տեսավ մեզ ընկճված, երգեց Փշրենք լուծը Նիկոլյան։ Նռնակները նետելու ժամանակ ես ամբողջովին լացակումած, ես ծնկել եմ իրանց առաջ, ասել եմ խնդրում եմ տղաներ։ Ես ունեի այդ ամոթի զգացողությունը, ինձ ինչու չեն ձերբակալում։ Ինչ ահաբեկչություն, որ մեկս ենք այդքան ահաբեկչի նման։ Սրբազանն ազատ է, Սրբազանին բանտարկել որևէ մեկը չի կարող։ Ավելի ուժեղացած եմ տեսնում իրեն։ Սրբազանից սովորել եմ, որ անխոցելի լինելը ընտրություն է։ Հայ ժողովրդին հանել է ոտքի։ Բացառում եմ սցենարը, երբ ահաբեկչության եւ իշխանությունը զավթելու մեղադրանքով կարող են այդ 18 անձինք ունենալ մեղադրական դատավճիռ։ Մեր մեծագույն խնդիրը ոչ թե մեր արդարացվելն է, այլ մեր երկրի ազատագրություն։ Հայոց գալիք հաղթանակը լինելու է, հարցն է, թե հայոց գալիք հաղթանակը ով որ կողմում է դիմավորելու։ Ես այս ամեն ինչ որ անում եմ, պայքարում եմ, անում եմ հիմա իմ փոքրիկ մխիթարի համար, որպեսզի նրան տամ լավ հայրենիք։ Ազատություն ռեժիմի բոլոր քաղաքական հալածյալներին։